Հրդեհի բռնկում, քաղաքացիների ու աշխատակիցների տարհանում, ամոնիակի արտահոսք։ Այս ամենն ուսումնավարժանքի սցենարն է, որն անցկացվում է Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշեն սահմանային անցման կետում։ Իրավիճակը պայմանական է, սակայն բոլոր քայլերն իրականացվում են ինչպես իրական արտակարգ իրավիճակում։ Փրկարար ծառայության ներկայացուցիչների օգնությամբ դադարեցվում է ամոնիակի արտահոսքը, իսկ հրդեհը սկզբում մեկուսացվում, այնուհետև ամբողջությամբ մարվում է։ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատակիցների կազմակերպումն ու իրականացումը սահմանային անցակետում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրաված են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի եւ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցները։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության, զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության եւ հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի, Բագրատաշենի սահմանային անցակետի անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներգրաված են կազմակերպչական աշխատանքներում մյուս գերատեսչությունների գործընկերների հետ, ամենն արել են, որ ուսումնավարժանքն իր նպատակին ծառայի։ Իսկ նպատակը կատարելագործել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցությունն ու գնահատել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի պատրաստվածության մակարդակը։ Միջոցառման ընթացքին հետևում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, Մաքսանեգության դեմ պայքարի վարչության եւ Մաքսային ստորաբաժանումների ղեկավարները։ Ուսումնավարժանքն ավարտված է, կազմակերպիչներն այն դրական են գնահատում ու եւս մեկ անգամ շեշտում, որ արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքն ու համակարգված աշխատանքը վճռորոշ են մարդկային կյանքեր փրկելու գործում։